Ես ունեմ երկու հայրենիք, Հայաստանն ու Ռուսաստանը, եւ երկուսի համար էլ առանց վարանելու կյանքս կտամ։ Սա ռուս, սպա, աֆղանական եւ ռուս-չեչենական պատերազմների մասնակից նաեւ ժամանակակից պոետ Վիկտոր Ալեքսանդրովի խոսքերն են։ Նա մի ամբողջ ժողովածու ունի Հայաստանի եւ հայերի մասին։ Կան նաև ուրիշ խոսքեր Հայաստանի մասին, որ մի ժամանակ ու նաև հիմա հաճախակի են հնչում ռուսական թե քաղաքական թե հասարակական տիրույթներում։ Կուդա вы денетесь без нас։ Ինչ է կանելու առանց մեզ։ Թե այս երկու բևեռների որ միջակայքում են հիմա հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչու այդպես ստացվեց, կփորձենք պարզել հայ եւ ռուս հայտնի վերլուծաբանների օգնությամբ մեր հատուկ ռեպորտաժում։ Զրուցակիցներս Ռուսլան Օստաշկոն եւ Արեգ Քոչինյանն են։ Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» եւ «Политическая Россия» նախագծերի հեղինակ ու վարողը, ով հայտնի է նաեւ Կրեմլի քաղաքականության ակտիվ աջակցությամբ եւ հանդիսանում է Պուտինի թիմ հասարակական շարժման անդամ։ Արեգ Քոչինյանը հայկական խորհուրդ վերլուծական հետազոտական խորհրդատվական կենտրոնի նախագահն է, որ հայ-ռուսական հարաբերություններում խորը ճգնաժամ է, չի ժխտում ոչ մեկը։ Օստաշկոյի բնորոշմամբ հայ-ռուսական հարաբերությունները դիվանագիտության հատակին են։ Պատճառը հայկական կողմի ոչ բարեկամական կեցվածքն է։ Քոչինյանի համոզմամբ ռուսական կողմը չի կարող ընդունել, որ Հայաստանը այլևս Ռուսաստանի գաղութը չէ։ 21-22 թվականներն էին, որ փոխեցին ամեն ինչ, երբ որ Հայաստանի վրա տեղի ունեցավ հարձակում, երբ որ Հայաստանն էր արդեն միջազգայինորեն իր ճանաչված տարածքի մեջ գտնվում հարձակման տակ, եւ Ռուսաստանը արեց ուղիղ հաշվով ոչ մի բան։ Այստեղ հարցը ոչ թե մեզ պետք է ուղղել, որ իբր որպես ՀԱՊԿ անդամ չենք եկել օգնության, այլ պետք է ուղղել նրանց, ովքեր զբաղվել են հայ-ադրբեջանական սահմանների եւ տարածքային ամբողջականության իրավաբանական ձևակերպումներով։ Իրենք չգիտեն մեր սահմանները որտեղով են անցնում։ Մինչդեռ Ջերմուկ քաղաքը, որ հրետանակոցում էր, այդ սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա էր։ Այս բողոքը պահանջը առանց Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի այնքան էլ սուր եւ ակնհայտ չէր լինի։ Այս պատճառով այս երկու խնդիրները, երկու կոնֆլիկտները միացվում են որպես մեկ կոնֆլիկտ եւ ընդհանուր են դիտարկվում։ Они обратились к нам официально, армяне, что мы с вами связаны договором. Հայերը մեզ օֆիցիալ դիմեցին, ասացին, որ մենք պայմանագրեր ունենք, նույնիսկ երկու պայմանագիր։ Նրանք այդ պայմանագրով օգնություն խնդրեցին, իսկ մենք օգնեցինք ոչ։ Իսկ Հայաստանը մեզ միշտ աջակցել է, նրանք ինչպես պետք է մեզ վերաբերվեն։ Ամոթ է։ Ինչ կարելի է այստեղ ասել։ Ուղղակի ամոթ է։ Просто стыдно. Հայտնի դիվանագետ պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Պլատոշկին եւ հասարակական գործիչ քաղաքագիտության եւ սոցիոլոգիայի դոկտոր Ալեքսանդր Դուգինի խոսքերը ռուսական վերին իշխանական օղակներին մեղմ ասած դուրս չեն գալիս։ Պլատոշկինի հայտնի արտահայտությունը «Ռոսիա կինուլա Արմենիու» քաղաքական խոսույթում Օստաշկոն կոռեկտ չի համարում։ Սա փողոցային ժարգոն է։ Նրանք, որ դա ասում են, գործող քաղաքական գործիչներ չեն։ Նրանց կարելի է համարել հասարակական կարծիքի լիդերներ, թե Դոգինը, թե Պլատոշկինը պետական պաշտոններ չեն զբաղեցնում, բայց համամիտ եմ, որ ռուսական տեղեկատվական դաշտում կան պատկերացումներ, կարծիքներ, որ մենք իբր ինչ-որ մեկին լքել ենք։ Ես դրա հետ կատեգորիկ համաձայն չեմ։ Օստաշկոն նաև իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի այն հարցի վերաբերյալ, թե ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Հայաստանի իշխանություններին հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու առիթով։ Ընտրություններում հաղթելու առիթով շնորհավորելը դա ոչ թե պարտադիր, այլ բարեկամական ժեստ է, երբ որևէ երկիր ընդունում է մյուս երկրում տեղի ունեցած ընտրությունների լեգիտիմությունը։ Այդ ժեստը չանելով մենք ցույց չենք տվել մեր բարեկամական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Դա ըստ էության Հայաստանում լեգիտիմորեն ընտրված իշխանության լեգիտիմության չճանաչումն է։ Որովհետև մի կողմից Ռուսաստանի նախագահան չի շնորհավորում, մյուս կողմից իր խոսնակը խոսում է Հայաստանում այսպես չակերտավոր մեծագույն խախտումների մասին։ Իդեպ շատ ծիծաղելի է, որ դա խոսում է Ռուսաստանի նախագահի խոսնակը, պետություն, որի ընտրությունների լեգիտիմությունը երևի աշխարհում համարյա ոչ մեկ չի մնացել, որ ճանաչում, հա։ Помогли тем самым. Մենք օգնեցինք հաղթել Հայաստանում հակառուսական ուժերին, որովհետև աջակցեցինք ոչ հանցողիկ թեկնածուներին։ Օլիգարխներից ժողովուրդը հոգնել է, չի ընտրում նրանց։ Իսկ Կրեմլը հույսը դնում է հարուստների վրա, որ այնտեղ ամեն ինչ կանեն, ամեն ինչ կառնեն եւ կհաղթեն։ Չհաղթեցին, որովհետև մարդիկ չեն ուզում նրանց համար քվեարկել։ Потому что люди не хотят за таких голосовать.
Մյուս կարևոր խնդիրը ռուս-հայկական հարաբերություններում քաղաքական վեկտորի ընտրության հետ է առնչվում։ ԵՄ թե ԵԱՏՄ։ ԵՄ-ից դեռ Հայաստանը շատ հեռու է ու փաստ չէ, որ հենց դա է լինելու վերջնական որոշումը։ Ռուսլան Ոստաշկոն համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Ռուսաստանը շտապեցնում է Հայաստանին ընտրության հարցում։ Դա արդար պահանջ է։ Двигаться в сторону ЕС. Շարժվել Եվրամիության ուղղությամբ եւ օգուտներ ստանալ ԵԱՏՄ-ից մեր կարծիքով ճիշտ չէ։ Ես միևնույն ժամանակ շատ լավ հասկանում եմ հայկական կողմին, որ մի կողմից շարժվում է դեպի Եվրամիություն, մյուս կողմից ուզում է ԵԱՏՄ-ից այդ օգուտները ստանալ։ Տնտեսապես դա հասկանալի եւ հիմնավորված է, բայց այդ դեպքում ստացվում է, որ օգուտներ եք ստանում մեր հաշվին, իսկ դա մեզ դուր չի գալիս։ Եթե դուք միակողմանի օգուտ եք ուզում, որ մենք ձեզ տանք էժան էլեկտրաէներգիա եւ բացենք շուկան, ապա այդպես այլևս չի լինելու։ Наш рынок, то так больше не получится. Որոշումը բնականաբար պատկանում է հայ ժողովրդին եւ հայ ժողովուրդն է որոշելու թե իր պետությունը որ կողմ գնա Եվրոպական միության թե Եվրասիական միության։ Այս պայմանությամբ այդ որոշումը կայացված է եւ այդ որոշումը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը։ Եթե լինեն փոփոխություններ, այդ փոփոխությունների մասին մեր գործընկեր պետությունները հավուր պատշաճի տեղյակ կպահվեն։ Փորձել որևէ կերպ մեզ ստիպել հիմա կայացնել որոշումներ կամ փոփոխել մեր որոշումները, որոնց որ մենք պատրաստ չենք, ինքնանպատակ գործողությունը դա իրենց մոտ չի ստացվելու։ Փաշինյան, кстати, правильно сказал, что он этого не ждет. Փաշինյանը ճիշտ ասաց, որ մոտ ժամանակներում չի սպասում դա, այսինքն որ Հայաստանին ընդունեն Եվրամիություն։ Ես չեմ հասկանում հիմա ինչ ենք պահանջում նրանցից։ Նրանք ինչ են հիմա որոշելու, եթե այնտեղ ոչ մեկը չի սպասում նրանց։ Գոնե հիմա։ Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններով պայմանավորված արտաքին վեկտորի փոփոխություն հիմա շատ երկրներում է նկատվում։ Օրինակ, ԵԱՏՄ մեկ այլ անդամ, Ղազախստանը, նույնպես մերձեցման քայլեր է անում Եվրոպայի հետ, բայց Ղազախստանը այս գործողությունների հանդեպ ռուսական կողմը խանդ չի դրսևորում։ Պատճառը Ստոստաշկոյի Հայաստանի եւ Ղազախստանի վարքագծի տարբերություններն են։ Մայիսին Երևանում կայացած եվրոպական համայնքի հավաքը Ռուսաստանը դեռ երկար կհիշի։ Не было ни разу такого. Ոչ մի անգամ դեռ չի եղել, որ Եվրամիության առաջնորդները հավաքվեն Ղազախստանում եւ հակառուսական ու կոշտ հայտարարություններով հանդես գան, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Հայաստանում։ Մեզանից բարեկամական մոտեցում եւ բարեկամական հարաբերություններ սպասել կլիներ ոչ ռացիոնալ։ Было бы нерационально. Այս տրամաբանության մեջ է նաև հայկական բնամթերքի արտահանման արգելքը, թեև ռուսական կողմը այն չի համարում սանկցիա։ Այդ դեպքում ինչ է համարում, ինչ է այն, եթե պատժամիջոց չէ, ու ինչու է այդքան ծավալուն եւ տևական։ Назвать это санкциями объективно. Օբյեկտիվորեն դա սանկցիա չի կարելի համարել, քանի որ ֆիտոսանիտարական խախտումների նշաններ առկա են։ Վերահսկողական ծառայությունը այդ փաստաթղթերը ներկայացրել է, դրանք կասկած չեն հարուցում։ Запретили ввоз всего, что вдруг Մենք ամեն ինչի ներկրումը արգելեցինք, ամեն ինչ հանկարծ դարձավ սարսափելի, հանքային ջուրը, ձուկը, միրգն ու բանջարեղենը։ Մինչև մայիս ամեն ինչ հրաշալի էր, հետո հանկարծ դարձավ անտանելի, ծաղիկները տհաճ դարձան։ Նրանք չեն կարող նստել սպասել, ծաղիկները թորոնում են։ Цветы-то вянут. Тут другой вопрос в том, что с дружественными государствами Այստեղ հարցը այլ է։ Բարեկամական երկրների հետ խնդիրը բարեկամական է լուծվում։ Մեկը մյուսին կօգնի, կհուշի, թե ինչպես հաղթահարել այդ ֆիտոսանիտարական խախտումները։ Մենք ձեռք չենք մեկնում, որ միասին օպերատիվորեն լուծենք խնդիրը, այլ խիստ իրավական ճանապարհով են գնում, ինչը ձեր կողմից ընկալվում է որպես ոչ բարեկամական մոտեցում, որովհետև ձեզ մոտ կալանավորեցին ընտրություններին մասնակցող այն քաղաքական գործիչներին, ովքեր պրոռուսական կողմնորոշում ունեն։ Ձեզ մոտ հետապնդում են այն քաղաքական ուժերին, որոնք կողմ են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին։ Դուք ընտրեցիք դեպի Եվրամիության ճանապարհը։ Մենք խնդրեցինք, որ կողմնորոշվեք։ Теперь Армения, она пойдет. Հիմա եթե Կրեմլում չմտափոխվեն, Հայաստանը կշարունակի շարժվել դեպի Եվրամիություն, ոչ թե նրա համար, որ ուզում է, այլ որ նրան ստիպում են, պայմանականորեն ասած հրում են դեպի այնտեղ։ Եվ հիմա բոլոր այդ ապրանքատեսակները Եվրամիությունը կգնի առանց турքերի։ Վերջապես ինչքան կարելի ասել, թե ինչ են անելու նրանք առանց մեզ։ Մեր երկրում արտադրվող ապրանքների անունների 80%-ից ավելին հնարավորություն են ստանում անմաքս կերպով արտահանվելու դեպի Եվրոպական միություն։ Սա է գլխավոր փոփոխությունը։ Ну, Европа никогда не скрывала, особенно последние. Եվրոպան երբեք չի թաքցրել, հատկապես վերջին տարիներին, որ ուզում է ձեզ բերել իր ազդեցության գոտի, եւ դրա համար պատրաստ է ոսկե սարեր խոստանալ։ Եկեք փաստերով նայենք։ Ինչ գումար է առաջարկել Եվրահանձնաժողովը։ Եթե չեմ սխալվում, խոսքը 13 միլիոն եվրոյի մասին էր։ Դա կաթիլ է ծովում։ Но это капля в море. Ռուսական կողմից սիրում են հիշել այդ մի քանի տասնյակ միլիոն դոլարները։ Իդեպ, եթե մենք խոսում ենք մի քանի տասնյակ միլիոն դոլարներից եւ ասում ենք, թե դա ինչ թիվավոր, ես ուզում եմ հիշեցնել, որ Գույք պարկի դիմաց ծրագրով Հայաստանը իր ամենակարևոր ակտիվները Ռուսաստանին փոխանցեց։ Էլի ընդհանրապես մի քանի տասնյակ միլիոն դոլար պարտքի պատճառով։
Եթե այնուամենայնիվ Հայաստանի շարունակի ձգտել դեպի Եվրոպա, ապա հարաբերություններն էլ կշարունակեն սառել ընդհուպ ՏՄ-ից դուրս գալու հարցը կդառնա օրակարգային։ Սա Օստաշկոյի կարծիքն է։ Ինչ կկորցնի Հայաստանը ու ինչ կկորցնի Ռուսաստանը Հայաստանից բացի։ Вопрос справедливый. Հարցն արդարացի է։ Կորուստները կլինեն երկկողմանի։ Սուտ կլինի, եթե ասեմ Ռուսաստանը ոչինչ չի կորցնի, բայց կորուստները կլինեն ասիմետրիկ։ Պետք է եւ մենք մտածենք, եւ դուք։ Բայց նորից եմ կրկնում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարող եք չհամաձայնել, բայց Հայաստանի կորուստները շատ ավելին կլինեն։ Շնորհակալություն եմ հայտնում ռուսական առաջին ալիքև Պուտինի թիմի գլխավոր ներկայացուցիչներից մեկին հեռավար հարցազրույցին համաձայնելու համար եւ վերջին հարցս ուղում. Ինչպիսին կուզենայիք տեսնել հայ-ռուսական հարաբերությունները հետագայում։ Большой привет армянскому народу. Մեծ ողջույնս հայ ժողովրդին, նորից եմ ասում, մեր անձնական հարաբերությունների վրա այս ամենը չի անդրադառնա։ Պետական հարաբերությունների մակարդակում, այո, հիմա ճգնաժամ է, բայց մենք ձեզ սիրում ենք, գնահատում ենք, հարգում ենք եւ գիտենք, որ դա փոխադարձ է։ Մեր պատմական բարեկամությունը ոչ մեկին կործանել չի կարող։ Քաղաքական գործիչները գալիս են ու գնում, իսկ մենք հավերժ ենք որպես ժողովուրդ։ Ходит, а мы с вами вечно, как народ. Ռուս վերլուծաբանի եզրափակիչ խոսքը անկեղծ էր եւ լավատեսական։ Ինչ նորից կփոխվի հայ-ռուսական հարաբերություններում, բարդ է ասել։ Շատ բան արդեն փոխվել է, այդ թվում քաղաքական խոսույթում եւ տերմինաբանության մեջ։ Հայկական ծիրանի եւ ծաղկի արտահանման արգելքը որպես քաղաքական ճնշման լծակ հիմա նոր անուն ունի։ Մոսկվան ծաղիկներին չի հավատում կամ քաղցր ծիրանի դառը քաղաքականությունը։ Արտակ Հովհաննիսյան, Սերան Հակոբյան, Հորիզոն։